Մայիսյան հաղթանակներին ընդառաջ Շուշիի ազատագրման 22 եւ հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 69-րդ տարվա առիթով կազմակերպվող միջոցառումների շարքը համալրեց նաեւ Վանաձորի թիվ 20 դպրոցը։ Երկրորդի Բ դասարանի դասվար Արևիկ Վարդանյանի նախաձեռնությամբ դպրոցում անցկացվեց միջոցառում, որ կրում էր «Ես մի զարկն եմ քո բասկի Հայաստան» խորագիրը։ Հաղթածների հերոսացման, հայրենիքի փրկության, վերածնության վեր գաղափարի համար նրանց թափած ազնիվ արյան առջև խոնարհումի մի փոքրիկ պատում է մեր միջոցառումը, որը կատարվում է Շուշիի ազատագրման 22-ամյակի եւ հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 69-ամյակին նվիրված ռազմահայրենասիրական աշխատանքների շրջանակներում։ Ով չգիտի իր երկրի պատմությունը, ներկան է չի հասկանալ, ասում է Գարեգին Միշտենը։ Այսօր մենք ողջունում ենք անցյալը եւ փառաբանում ներկան։ Հայրենական պատերազմում հերոսաբար Բեռլին հասած ինչ չէ, նաեւ հրամաններում մահկանացում կնքած հայ զինվորի, Շուշիի լեռները ելած ու ազատությունը որպես նախատինքի խարավ, Թուրքի ճակատին դրած հայ ազատամարտիկի հավերժ ներկա հաղթանակի օրն է այսօր։ Այսօր յուրաքանչյուրի սուրբ պարտքն է պատվախնդրորեն մեծարելու մեր հերոսներին, արյուծասիրտային տղաներին, որոնք իջնելու են լույսի հետ, պատասխանատու լինենք հայրենի տան, երկրի, երկիրը պահող զինվորի, բանակը պահող պետության, պետությունը պահող ժողովրդի նկատմամբ, հավերժ փառք ընկածներին, այսօր եւ վաղը այս փոքրիկներն են պահելու, դուք մի զարկն եք Հայաստան ավետյաց աշխարհի անարատ բասկին։ Փոքրիկ բեմականացումների եւ գեղարվեստական համարների միջոցով երկրորդ դասարանցիները ներկայացրին Հայաստանի պատմությունը, սկսելով հայկից, գնալով դեպի քրիստոնեության ընդունում ու հասնելով մեր օրերը։ Պատահական չէր, որ միջոցառումների շարքն անցկացվում է հաղթանակների ամսում։ Այս կերպ եկող սերունդը տեղեկություն է ստանում նաև այն մարտական գործողությունների մասին, որտեղ երևում է հայի հերոսական շունչն ու ոգին։ Դա վերահաստատում է, որ անցնելով մահվան միջով ու մահ տեսնելով, հայն իր ոգու շնորհիվ չի մահացել։ Ահա, կանգնած եմ ձեզ առջև, ես արքայից արքան հայոց, կտակում եմ ձեզ այսուհետ, զոր հայրենիք, ծովից ծով։ Այդպես 1941 թվականի հայրենական պատերազմի ռազմաճակատներում մարտնչել են ավելի քան 500,000 հայեր, որոնցից 300,000-ը Հայաստանից, իսկ 200,000-ը ԽՍՀՄ-ի մյուս երկրներից։ 200,000 հայ մարտիկներ զոհվեցին խորհրդային երկրի պաշտպանության ու հաղթանակի համար։ Եղան հարյուրավոր հերոսներ։ Իսկ հայ ժողովրդի հերոսության և մարտական ոգու խորհրդանիշը դարձավ գրավված Ռայխստագի պատերի մոտ հայկական քոչերի բարիկադարումը։ Ինչ վերաբերում է Շուշիի ազատագրմանը, ապա Խոջանն ազատագրելուց հետո հայ զինվորներն անմիջապես ձեռնամուխ եղան Շուշիին ազատագրելու պլանին, որը մշակել էր Արկադի Տեր-Թադևոսյանը, ով հայտնի է նաև Կոմանդոս մականունով։ Ճակատամարտը տեղի է ունեցել 1992 թվականի մայիսի 8-ին ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Շուշի լեռնաքաղաքում։ Մարտական գործողությունները ճշգրիտ հաշվարկված էին եւ արդեն մյուս օրը Շուշին լիովին ազատագրված էր ադրբեջանցիներից։ Շուշիի ազատագրումն աշխարհի առջև հայի հաղթական ու զորեղ բասկի վերահաստատումն էր։ Դպրոցներում կազմակերպվող ռազմահայրենասիրական միջոցառումները թերևս ինքնանպատակ չեն։ Մերօրյա սերունդն այդ կերպ ոչ միայն անցնում է հայոց պատմության միջով եւ ծանոթանում դրան, այլև հայրենասիրական դասերը քաղում այդ պատմության էջերից, քանի որ մեր պատմության ուղին պայքարի միջով է անցնում ունեցել զեսան։
Վիկտորիա Կարապետյան, Լիլիթ Յոլչյան, Միք հեռուստաընկերություն։